Եթերում Էպիկենտրոնի հիմնական թողարկումն է, ես եմ Ակարապետյանն եմ, բարի երեկո։ Ադրբեջանը խոսում է սպառնալիքների լեզվով, Երևանը դիմում է միջազգային հանրությանը։ Նշեք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը եւ այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի։ Ազգային ժողովի նախագահը նոր սկանդալի կենտրոնում է, Ալեն Սիմոնյանի աղմկահարույց ձևակերպումները գերիների մասին։ Ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկա։ Թեժ ու լարված մթնոլորտ խորհրդարանում ՔՊԱ-ականների ու ընդդիմադիրների միջև ծեծկրտուք է եղել։ Աղետից 33 տարի անց 400-ից ավելի քաղաքացի դեռ անօթևան է։ Արևմուտքը Ռուսաստանին դարձյալ սպառնում է պատժամիջոցներով, թեման Բայդեն-Պուտին օրակարգում է։ Իսրայելը հրթիռակոծել է սիրիական նավահանգիստը, արաբական երկիր նահազանգում է։ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, կան բերման ենթարկվածներ։ Եվ ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի օլիմպիական համալսարանն ամրապնդում են գործակցությունը։ Пожалуйста, садитесь. Почти не изменился. Եվ այսպես Ադրբեջանը կոշտացնում է դիրքորոշումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Իլհամ Ալիևը պահանջում է նշել միջանցքի բացման կոնկրետ օրը, հակառակ դեպքում նոր խնդիրներ կստեղծի Հայաստանի համար։ Երևանը Բաքվին կոչ է անում զերծ մնալ սադրանքից եւ հիշեցնում ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ տրանսպորտային բոլոր երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որոնց տարածքով անցնում են։ Երևանը պաշտոնապես դիմում է միջազգային հանրությանը, այդ թվում Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին եւ Մինսկի խմբի համանախագահությանը, պնդելով, որ Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ես այն ժամանակ ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը եւ մենք կանգ կառնենք։ Այսօր նույնն եմ ասում։ Նշեք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը եւ այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի։ Հայաստանը նշում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ վտանգում տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը։ Արտաքին գործերի նախարարությունն իր ծավալուն արձագանքում հիշեցնում է ճանապարհների եւ կոմունիկացիաների հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները, նշում, որ եռակողմ բոլոր 3 հայտարարություններում Հայաստանի կողմից Ադրբեջանին միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայմանավորվածություն չկա եւ հատուկ ընդգծում ռուսական կողմի հրապարակային հայտարարությունները միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հարգելու վերաբերյալ։ Суверенитет за дорогами сохраняется за теми странами, по чьей территории будут идти эти дороги. Ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքնիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, իսկ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են եռակողմ աշխատանքային խմբում եւ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական եւ սադրիչ նպատակներ, ավտոճանապարհների եւ երկաթուղիների վերականգնման եւ բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը եւ ժամանակացույցը քննարկվում են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով։ Խորհրդարանի իշխանական падգամավորները խուսափեցին մեկնաբանել Ալիևի սպառնալիքները, առաջարկելով հիմնվել արտաքին գործերի նախարարության պաշտոնական արձագանքի վրա։ Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանը երբեք էլ չի հայտարարել, որ իր պահանջած միջանցքի հարցը օրակարգից դուրս է եկել։ Իհեճուկս Հայաստանից հնչող հայտարարությունների եւ հավաստիացումների, որ օրակարգում առհասարակ միջանցքի հարց չկա, Ադրբեջանը դիմում է շանտաժի, դիմում է ուժի կիրառման սպառնալիքների, որոշակի դեպքերում ուղիղ ագրեսիայի, որը դրսևորվեց նաև նոյեմբերի ամսին, իր համար օրակարգային համարվող հարցի առաջ մղման եւ Հայաստանի համաձայնությունը ստանալու համար։ Պատգամավորի գնահատմամբ Հայաստանի իշխանությունը ի վիճակի չէ անհրաժեշտ դիմակայություն ապահովել Բաքվի սպառնալիքներին եւ օրակարգը պահել նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության ներքո։ Տիգրան Աբրահամյանը միջանցք չտալու վերաբերյալ իշխանության հավաստիացումները մտահոգիչ է համարում, ընդգծելով, որ վերջին 1 տարում իշխող թիմի հավաստիացումները եւ իրականությունը միմյանցից էականորեն տարբերվել են։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ Ալիևը իր հայտարարություններով ու գործողություններով փորձում է ամբողջ
ուղղությամբ փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը եւ շարունակ նոր խնդիրներ է ստեղծում։ Երբ իրենք վերում են Շաքերտավոր Միջանցքի թեման, իրենք փակում են Արցախի հիմնահարցը, այսինքն հիմա ոչ մեկ չի խոսում, չէ, Արցախի կարծիք կարգավորումից բոլորը խոսում են այդ Միջանցք կոչվածից։ Երբ ինքը նոր գերիներ է վերցնում, այդ գործողությունների էսկալացիայի հետևանքով բոլորը մոռանում են, որ 1 տարի առաջ մենք գերեվարված մարդիկ ունենք Բաքվում։ Եվ շարունակաբար այս նոր խնդիրների ստեղծումը հնացնում են այն մյուս խնդիրները։ Իսկ դրանց դիմակայելու համար պետք է աշխատել։ Ուղղակի գալ ասել հիմա խաղաղության դարաշրջան է բացում պողպատի մանդատ ունենք, ասում եմ, արկածախնդրային չտրամաբանված հայտարարություն է, որը ուղղակի չգիտեմ ինչ է անում, բթացնում է հանրությանը։ Հայրապետյանը նկատում է, որ Ալիևը առաջին անգամը չէ, որ հայտարարում է Միջանցքի մասին, հիմա արդեն սկսել է խոսել վերջնագրերի լեզվով։ Կարծում եմ այստեղ մի կողմից Ադրբեջանի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն ինքը ինքնին նորություն չէ։ Այստեղ խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք ոչ թե արձագանքում զուտ խոսքի մակարդակով, այլ ինչ քայլեր ենք ձեռնարկում այդ ռիսկերը չեզոքացնելու համար։ Անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքին, իշխող թիմի նախկին անդամը նշում է, հայտարարություն պետք է հնչի, բայց դրան պետք է հաջորդի նաև դիվանագիտական համառ աշխատանք։ Արթուր Հակոբյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Հագայի դատարան Ադրբեջանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։ Ադրբեջանը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն պետք է պաշտպանի բանտարկյալներին բռնությունից եւ վնասից։ Բաքուն նաեւ պետք է ձեռնարկի բոլոր միջոցները կանխելու ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը էթնիկ հայերի դեմ, այդ թվում պաշտոնյաների կողմից, ասել է դատավորը ներկայացնելով Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով վճռի որոշումը։ Թեժ ու լարված մթնոլորտ խորհրդարանում անվտանգության հարցերի քննարկմանը զուգահեռ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները միմյանց մեղադրել են պոպուլիզմի ստախոսության համար հիշեցրել դրվագներ անցյալից։ Ռուսաստանի եւ Արցախը հանձնելու մասին աղմկահարույց հայտարարություններից եւ թանկարժեք ծառայողական մեքենայի պատմությունից հետո ազգային ժողովի նախագահը նոր սկանդալի էպիկենտրոնում է հայտնվել։ Երկրաշարժի տարելիցին լռության րոպեով սկսված խորհրդարանական նիստերի մթնոլորտը կտրուկ փոխվում է։ Փոխադարձ մեղադրանքներ, դրվագներ անցյալից ու ներկայից։ Մինչ խորհրդարանականները վիճում են, վերջին 10 օրվա ընթացքում երրորդ սկանդալի կենտրոնում է հայտնվում Ալեն Սիմոնյանը։ Համացանցում հայտնված տեսանյութում խորհրդարանի խոսնակը գերիների մասին աղմկահարույց հայտարարություն է անում։ Ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան։ Այդ մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել։ Ալեն Սիմոնյանն իր խոսքերը հետ չի վերցնում, պնդում է տեսանյութը մոնտաժված է։ Ցավոք սրտի կան զինվորներ եւ սպաներ, որոնք որ իրենց պարտականությունը չեն կատարել եւ հայտնվել են գերության նկատմամբ։ Ավելի ուշ տարածվեց սկանդալային տեսանյութի մեկ այլ, ավելի մեծ տարբերակ։ Եթե ես այդ գերիների պատճառով պետք է Սունիկ կորցնեմ, եթե ես պետք է Սիսիան կորցնեմ, կներես մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան։ Գերիների հարցը խորհրդարանականներն առանց ընդդիմության շարունակում են քննարկել փակ նիստում։ Այս ձևաչափին ընդդիմությունը դեմ էր։ Ավելին պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանն ու պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն անձամբ ներկայանան ազգային ժողով։ Մեկ այլ առաջարկ էլ ընդդիմությունը զինծառայողների հետախուզումն ու բուժումն անվճար եւ առաջնահերթ կազմակերպելու մասին է անում։ Գլխադասային հանձնաժողովում մերժված նախագծի շուրջ քննարկումն ավելի է սրվում։ Սյունիքից այստեղ Երևան եկած բուժ զինծառայողը բուժզնումը իրականացնում է նրա եւ փորձաքննությունը սովորական քաղաքացիների նման ու մի ստեք։ Ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է նայեք հայլու մեջ մեկ-մեկ։ Կեսօրից հետո շարունակվում է արցախյան բանակցությունների թեման։ Ով տապալեց, ինչու արցախյան հարցը չլուծվեց խաղաղ ճանապարհով։ Թեման երկար քննարկվում է։ Խորհրդարանի խոսնակը պատժամիջոց է կիրառում։ Ես օգտվելով Կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում եմ Տիկին Խամանյանին։ Դեռ այսքանը։ Շարունակեք, պարոն Ալեքսեյան։ Շնորհակալություն։ Այսօր դուք խոսափող չունեք այլևս։ Խնդրեմ։ Այո, մեկ նիստում չունեք։ Եթե սեն շարունակեք, ընդհանրապես 7 օրով էլ կարող եմ զրկել։ Լարված օրվա ընթացքում հայտնի է դառնում, որ Հայաստան դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։
Օրվա երկրորդ կեսին ազգային ժողովում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է տեղի ունեցել։ Ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսի օգնականների եւ իշխանականների մասնակցությամբ ծեծկրտուք է եղել, հնչել են հայհոյանքներ։ Ագրեսիվ պահվածքով աչքի է ընկել Հրաչյա Հակոբյանը։ Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին ասել է, որ ԿՊ-ական պատգամավորները կանչել են ընդդիմադիրների օգնականներին եւ ծեծել։ Գլխավոր դատախազությունը ծեծկրտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ նյութեր նախապատրաստելու նպատակով։ Թողայր աշխատասենյակ ու տեսնում ու լսեցի ձայներ, ասի մի հատ գնա մեր սենյակ կարող է ծանոթ էին թողարկել։ Մեկ լսում եմ ձայները վազելով եկել։ Այսինքն իրենք են եկել, տարածքը եղել է ընդդիմության աշխատողների տարածք։ Չէ։ Աշխատասենյակ որ ասում եք նկատի ունեք, դուք գնում եք Ռուբինյանի աշխատասենյակում է այդ ամեն ինչը։ Ես տեղյակ չեմ։ Այսինքն ովքեր են եկել, ինչ հարցով են եկել, դուք դա չեք ֆիքսել եք երկու պատգամավորի աշխատանքը։ Պատգամավորներից ոչ ինձ հիմա եթե ես գնամ նկարներն ես կհասկանամ ովքեր են եղել։ Ես ֆիքսել եմ Հրաչյային, ես ֆիքսել եմ Վահագն Ալեքսանյանին, Գիզակ Գաբրիելյանին ու չեմ հիշում այնտեղ Էլոթյանը ասացիք նաև։ Բանահիտ ասիք, ես չեմ հիշում։ Ընդդիմությունից ովքեր են եկել։ Ոչ, ընդդիմություն, պատգամավոր չկար ընդդիմություն։ Կիրակի կայացած դիմընտրությունների վերջն արդյունքը կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի վերահաշվարկից 7 օր անց։ Այսօր նորից հաշվել են մի քանի տարածքային հանձնաժողովի քվեաթերթիկները։ Աբովյան խոշորացված համայնքում վերահաշվարկը պահանջել էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինչը փոխվել արդյունքում, տեղյակ է Այդա Կարապետյանը։ Աբովյան խոշորացված համայնքում 41 ընտրատեղամասերից 25-ի արդյունքները վերահաշվարկի կարիք ունեն, պնդել է ՔՊ-ն կասկածի տակ առնելով քվեարկության արդյունքը։ Ընտրական տարածքային հանձնաժողովը որոշեց բացել 4 պարկ։ Առաջին տեղամասը 29-ի 32-ն է։ Անվավեր թերթիկները մնացին նույնը, ՔՊ-ի ձայները մեկով պակասեցին, մյուս ուժերինը մնացին անփոփոխ։ Այս ընթացքում ՔՊ-ի վստահված անձն իր անհամաձայնությունն էր հայտնում հանձնաժողովի որոշմանը։ Եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նորից ստուգեցին։ Անվավեր ճանաչված ՔՊ-ի թերթիկը նորից վավեր համարվեց։ Առաջարկում եմ վավեր։ Բայց ես գալիս այս վավեր։ Վավեր։ Զուգահեռ բացվել էր 29-ի 33 տեղամասի պարկը։ Այստեղ գրքերը թեժացան, երբ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները դժգոհեցին նշանի անհամապատասխանությունից, պնդելով, թե փորձ է արվում իրենց թերթիկներն անվավեր համարել։ Իսկ նույն տեսքով այլ ուժերի դեպքում դրանք վավեր են համարվում։ Փորձեց իրավիճակը շտկել Արմեն Սմբատյանը, նկատելով, որ այս հանձնաժողովը վերջին ատյանը չէ, իսկ ՔՎ-ն պետք է պաշտպանել։ ԿՊԱ-ականները նրա միջամտությունը համարեցին ուղղորդում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարն էլ դուրս հրավիրեց բոլորին, առանց վկայականի ոչ ոք ներս չմտնի։ Եվ ես ինչ եմ ուղղորդել, որ ասել եմ մարդկանց քվեն, եթե վավեր հնարավոր է դարձնել դի պաշտպանել, դա ուղղորդել։ Իհարկե, ես ընտրական օրենսգիր չեմ։ Դեպքում օրենքից մենք պետք է ընդհանրապես հանենք անվավեր հասկացողությունը եւ թողնենք, եթե մարդը ուղղակի մարդը եթե խզբզում է ինչ որ Խզբզանքը չի կարող վավեր լինի։ Մենք առաջարկում ենք օրենքի տառը պահել։ Ներքին համազգանքված թե մարդիկ են ովքեր ցուցադրել առաջարկում ես երևի այսպեսի բան։ Ես 10 տարի սրա մեջ եմ։ Երեք դեպից մի ասեք ես ոնց աշխատել։ Ես տղաներս դուրս եկեք տակա։ Դուք ասեք ձեր անունը տես դիմի։ Եթե անունս չեմ ասել, դուք իրավունք չունեք ինձ ձեր դիմել։ Տղա ջանը վատվան, հա։ Չէ, դուք այդ մարդը չեք, որ Չէ, ես հարգում եմ ձեր պաշտոնը եւ տարիքը եւ այլն չեմ ասում։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ դուք էլ համապատասխան ձևով։ Ես էլ ձեզ եմ հարգում։ Բայց ես չեմ վիրավորում։ Այս տեղամասում այլ փոփոխություններ չեղան, բացվեց նաև 29-ի 35-ը, ԲՀԿ-ի ձայները 2-ով նվազեցին, ՔՊ-ն կորցրեց 3 քվե։ Նշումների հետ կապված անհամաձայնություններ եղան նաև այստեղ, ՔՊ-ն փորձեց սրել իրավիճակը, ԲՀԿ-ն էլ բողոքեց ԿՊԱ-ականների ներկայացուցիչների շատ լինելուց։
Մենք էլ ենք նայում, եթե Լավ էր։ Նայ, ես նույնիսկ բանանը որ նայ։ Լավ էր։ Լավ էր։ Լավ էր։ Լավ էր։ Լավ էր։ Երեսնոքի մենք է զանգենք մարդկա ու բոլորին սենց հանգարենք, թոյ կանեն, հետո քրեություն։ Իսկականից մեկ Այդ աղավերին ես մի 30 նոտ այդպես մարդիկ կայնացեն, նույնպես կա, բոլորը կողոցից խոսում ենք, բերեք չխանգարենք, կանենք, հետո արձանագրություն կանենք, քվեարկություն կանենք, եթե աղավերը աղավեր է։ 29-28 տեղամասում ի սկզբանե 27 անվավեր կար, վերահաշվարկի արդյունքում 9 ձայն նորից վավեր համարվեց, 8-ը ԲՀԿ-ի օգտին, 1-ը ՔՊ-ի։ Այս ուժի քվեաթերթիկների շարքում մնացել էր Էդուարդ Բաբայանի օգտին վավեր թերթիկ, արդյունքում 4 ընտրատեղամասի վերահաշվարկով ուժերից 2-ի թիվը մնաց նույնը, ՔՊ-ն կորցրեց 2 ձայն, իսկ ԲՀԿ-ն ավելացրեց 7-ը։ Աբովյան խոշորացված համայնքում ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ստացել էր 10,403, ՔՊ-ն 8,261, Հանրապետությունը 2,696, իսկ Հույդան 1,158 քվե։ Աիդա Կարապետյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի թիմ ընտրությունների վերաբերյալ։ Ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, եղել են լավ կազմակերպված, բայց դեսպանատանը հասել են հաղորդումներ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին։ Առաքելությունը խրախուսում է իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։ Աղետից 33 տարի անց 400-ից ավելի քաղաքացի դեռ անօթևան է։ Մահացել է արագության և թռիչքի բարձրության համաշխարհային ռեկորդակիր Գուրգեն Կարապետյանը։ Եվ ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի օլիմպիական համալսարանն ամրապնդում են գործակցությունը։ Լրանում է Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցը։ 88 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Հայաստանի հյուսիսում ժամանակը կանգ առավ։ Էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ցնցման զոհ դարձավ 25,000-ից ավելի մարդ, 500,000-ը մնաց անօթևան, ավերվեց 21 քաղաք և 342 գյուղ։ Տարիներ անց հարյուրավոր մարդիկ դեռ անօթևան են։ Վերք, որ չի սպիանում ժամանակի հետ։ 88-ի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերին նվիրված հուշակոթողի առջև խնկարկման ու ոգեկոչման արարողություն է։ 41 վայրկյանում Սպիտակում, Գյումրիում, Ստեփանավանում, Վանաձորում հողին հավասարվեցին դպրոցներ, շենքեր, մշակութային բազմաթիվ կառույցներ։ Էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ցնցման զոհ դարձավ 25,000-ից ավելի մարդ, 5,000-ը մնաց անօթևան, ավերվեցին 21 քաղաք և 342 գյուղ։ Աղետը վնասեց երկրի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների ավելի քան 40%-ը։ Սարսափելի աղետի հետևանքները Գյումրիում դեռ տեսանելի են։ Կառավարության ջանքերն ըստ փոխվարչապետի ամբողջովին ուղղված են դրանց վերջնական վերացմանը։ Բարեբախտաբար պետք է նշեմ, որ ունենք կարևորագույն հանձնառություն եւ վերջին տարիների ընթացքում քաղաք Գյումրիում, Շիրակի մարզում եւ Լոռու մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր կարելի է բաժանել մի քանի տարբերակների, նախ անօթևանների խնդիրների լուծման հետ կապված տեղեկեք աշխատանքներ են տարվել եւ նախատեսված է 2021-22 թվականի ծրագիր ունենալու շարունակական բնույթ, հաջորդ լուսման գործիքները, որոնք գործակցվել են, խնդրի լուսման համար եղել են սուբվենցիոն ծրագրերը։ Գյումրու քաղաքապետի խոսքով տարիների ընթացքում անօթևանության հարցը լուծելու ուղղությամբ քիչ աշխատանք չի տարվել, բայց խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Կան նաև 2770 տնակ, որից 500-ը փակ տառներ են։ 410 մոդավոր հաշվարկով ինչ-ինչ պատճառներով ընտանիքների ներտնային կոնֆլիկտներից ելնելով փաստաթղթեր չեն ներկայացրել, երկրում չեն եղել եւ մնացել են դրսում։ Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ավելի քան 410 քաղաքացի դեռևս համարվում է անօթևան։ Հերմինե Ղարիբյան, Տիգրանուհի Կուրղինյան, Էպիկենտրոն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ուղերձում նշել է, որ ավերիչ երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերն ու մեր երկրին բաժին հասած դառնությունները դեռ արթուն են մեր սրտերում։
Ինչպես ժողովուրդն է ասում, երկիրը քանդվեց, եւ այո, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը։ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը եւ բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին։ Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, սակայն մենք շարունակում ենք ապրել եւ ապրեցնել, ուրախանալ եւ ուրախացնել, կրկին արարել ու ստեղծել, ինչպես դա միասնաբար արեցինք 1988-ին եւ դրանից հետո։ Սա է մեր որպես ազգի հարատեվության բանալին։ Առաջիկա տարիները դեռ լինելու են վերելքի ու զարգացման տարիներ ինչպես մեր երկրի, այնպես էլ երկրաշարժի հետևանքով աղետի գոտի հռչակված հյուսիսի համար։ Թող լույս իջնի երկրաշարժի անմեղ զոհերի շիրիմներին։ Կյանքի 85-րդ տարում մահացել է Խորհրդային Միության հերոս Mi-24 ուղղաթիռի առաջին փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը։ Նա 2 գյուտի համահեղինակ է, մի շարք գիտական հոդվածներ է հրատարակել ամսագրերում։ Կարապետյանի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես օդաչու, որը արագության եւ թռիչքի բարձրության ռեկորդներ է սահմանել։ Աշխատանքի ընդամենը 1 տարվա ընթացքում Կարապետյանը յուրացրել է 39 տեսակի, հաշվի առնելով մոդիֆիկացիաները, ավելի քան 100 ուղղաթիռ, պլանյոր եւ ինքնաթիռ։ Երկնքում նա անցկացրել է ավելի քան 5500 ժամ, թռիչքներ իրականացրել մի ուղղաթիռի բոլոր տեսակներով։ 6006 թեստավորումից Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, առողջացել է 522 քաղաքացի, մահացել 27-ը։ Մինչև այսօր գրանցվել է ընդհանուր 341058 դեպք, առողջացել է 322406-ը, մահացել 7718 մարդ, բուժվում է 9477 պացիենտ։ Ընդհանուր կատարվել է 2411285 թեստավորում։ Սպորտի մասին այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Արամ, ինչ սպասելիքներ կան տարվա վերջին կարևոր մրցաշարից։ Եմը մեր պատվիրակները մրցավայր են մեկնել իսկապես մարտունակ թիմով եւ աշխարհի առաջնությունից սպասում ենք ոչ թե 1 չեմպիոն, այլ մի քանի։ Տաշկենտում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 10 մարզիկով։ Հայ ծանրորդների մրցելույթները կսկսվեն դեկտեմբերի 12-ից։ Այդ օրը ժամը 20-ին ասպարեզ դուրս կգա 81 կիլոգրամ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնի նախնական պատվերը 360 կիլոգրամ է։ Դեկտեմբերի 13-ին ժամը 17-ին մրցահարթակ դուրս կգա 89 կիլոգրամ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Դեկտեմբերի 14-ին մենք կունենանք 2 մարզիկ։ Նախ ժամը 14-ին ասպարեզ դուրս կգա 96 կիլոգրամ քաշային Դավիթ Հովհաննիսյանը։ Նա հանդես կգա B խմբում։ Նույն օրը ժամը 17-ին պայքարի մեջ կմտնի 2019 թվականի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։ Նրա նախնական հայտը 390 կիլոգրամ է։ Դեկտեմբերի 15-ին պայքարը կսկսի մեր միակ մարզուհին։ Ժամը 17-ին մենք կտեսնենք 81 կիլոգրամ քաշային Տաթև Հակոբյանին։ Նույն օրը ժամը 20-ին տղամարդկանց 102 կիլոգրամ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը։ Երկու մարզիկների երկամարտի նախնական հայտը 400 կիլոգրամ է։ Դեկտեմբերի 16-ին ժամը 17-ին մրցահարթակ դուրս կգա օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը կփորձի ապացուցել, որ այն ինչ եղավ Եվրոպայի առաջնությունում եւ Տոկիոյում պատահականություն էր։ Սիմոնի նախնական հայտը 425 կիլոգրամ է։ Դեկտեմբերի 17-ին ժամը 17-ին մրցահարթակ դուրս կգա մեր ծանր հրետանին գերծանրքաշայիններ Գոր Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։ Երկու մարզիկների նախնական պատվերն էլ 460 կիլոգրամ է։ ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանը ամրապնդում են գործակցությունը։ Գագիկ Ծառուկյանն ու համալսարանի ռեկտորը քննարկել են համատեղ ծրագրերը։ Դրանց շնորհիվ հայ երիտասարդները հնարավորություն կստանան վերապատրաստվել ռուսական հեղինակավոր բուհում, սովորել սպորտային մենեջմենտ եւ իրավաբանություն։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհում հաջողություններ գրանցելու գործում մեծ կարևորություն է տալիս նաև կրթությանն ու գիտության ոլորտին։ ՀԱՕԿ-ն աշխարհի օլիմպիական կոմիտեներից առաջինն էր, որ գործակցության հուշագիր ստորագրեց Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի հետ, որտեղ արդեն տարիներ շարունակ իրենց գիտելիքների շտեմարանն են հարստացնում մեր հայրենակիցները, ընդ որում գործընկեր կառույցները հաճախ հանդես են գալիս նոր նախաձեռնություններով։ Пожалуйста, садитесь. Почти не изменился. Հենց այդ նպատակով էլ հանդիպում են համալսարանի ռեկտոր Լև Բելոուսովն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մարզաշխարհում առանցքային դեր ունեցող համալսարանի ռեկտորը հետաքրքրվում է հայկական սպորտի հաջողություններով։ Как у вас дела? Ну, дела по спорту нормально. Հայկական սպորտը, ինչպես գիտեք, ամուր հիմքերի վրա է։ Բոլոր մրցաշարերում մենք ունենք բարձր հարգի մեդալներ։ Պետք է դա պահպանել։
Գագիկ Ծառուկյանն ու Լև Բելոուսովը քննարկում են գործակցության բազմաթիվ ծրագրեր։ Հայրենական սպորտի ղեկավարը նշում է, որ մեր երկիրը կարիք ունի սպորտային մենեջերների եւ իրավաբանների։ Բելոուսովն էլ վստահեցնում է, որ իրենց բուհը պատրաստ է վերապատրաստել հայ երիտասարդներին։ Իդեպ հենց այսօր նման գործակցության հուշագիր է ստորագրվել հայ-ռուսական սլավոնական համալսարանի հետ։ Ռեկտոր Բելոուսովն ընդգծում է, որ Հայաստանի ու հատկապես ՀԱՕԿ-ի հետ միշտ սերտ գործակցություն է եղել։ У нас с Арменией, я имею в виду Российский международный олимпийский университет, связывают давние связи. Մեր համալսարանի եւ ՀԱՕԿ-ի կապը տարիների պատմություն ունի։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջինն էր, որ մեզ հետ հուշագիր ստորագրեց եւ մեր գործունեության առաջին իսկ օրվանից հայ ուսանողներ են սովորում օլիմպիական համալսարանում։ Շատ ուրախ եմ, որ մեր ստորագրած հուշագիրը արդյունքներ է տալիս։ Վստահ եմ, որ առաջիկայում նոր մասնագետներ կտանք Հայաստանին։ Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտորը բարձր է գնահատում նաեւ Գագիկ Ծառուկյանի դերը հայկական սպորտի զարգացման գործում։ Гайка Цурукяна я знаю уже, наверное, больше 10 лет. Ես Գագիկ Ծառուկյանին ճանաչում եմ ավելի քան 10 տարի եւ տեսնում եմ, թե նրա օրոք ինչպիսի մարզական կառույցներ են բացվել Հայաստանում։ Տեսանելի է նաեւ, թե որքան է բարձրացել Հայաստանի օլիմպիական կոմիտեի հեղինակությունը նաեւ միջազգային ասպարեզում։ Ուրախ եմ մեր ընկերների հաջողություններով։ Հույս ունեմ, որ այս գործընթացը կանգ չի առնի։ Գագիկ Ծառուկյանն ու Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտորը միմյանց հրաժեշտ են տալիս նոր, ավելի մասշտաբային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությամբ եւ հույս հայտնում, որ կրթություն ստացած հայ երիտասարդները շատ մոտ ապագայում ազդեցիկ դեր կունենան նաեւ մարզաշխարհի միջազգային կառույցներում։ Արամ Մանուկյան, Մհեր Կիրակոսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Սպորտից այսքանը, Էմա։ Շնորհակալ եմ Արամ, շարունակենք եւ վերջում սպասվող ջրանջատումների մասին։ Veolia ջուրընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված դեկտեմբերի 8-ին ժամը 10-ից մինչև դեկտեմբերի 9 ժամը 22-ը կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանն ամբողջությամբ, բացառությամբ Քանաքեր թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեպսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փողոց 90, 105 համարների, Գոգլի փողոց 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փողոց 17-ից 23 համարների իրենց կոտորակներով, Էմինեսկու փողոց առաջին եւ երկրորդ համարների, Արաբկիր վարչական շրջանի Հայրիկ Մուրադյան, Արաբկիր 23, 25, 45, 47, 49, 51 փողոցների, Բաբայան փողոց 12, 14, 16, 16 կոտորակ 1 համարների, Ազատության պողոտա առաջինից 11 համարների իրենց կոտորակներով։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Այսքանը սա Էպիկենտրոնի հիմնական թողարկումն էր, մենք դարձյալ եթերում կլինենք 21:30-ին։